Բարիգալուստ Cut Show։ Այսօրվա մեր հյուրն է Gold for Star Production-ի հիմնադիր Հայկ Ավետիսյանը։ Այս գեղեցիկ տաղավարի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ղազարյան ֆոտոստուդիային։ Եթե փնտրում եք լուսավոր, հարմարավետ եւ պրոֆեսիոնալ ստուդիա, ձեր լուսանկարահանումների, տեսահոլովակների, հարցազրույցների կամ ցանկացած ստեղծագործական նախագծի համար, ապա Ղազարյան ֆոտոստուդիան լավագույն ընտրությունն է։ Հասցե Տիչինայի 2/1։ Հարցազրույցի առաջին փուլը կոչվում է ստվեր եւ խորհրդանշում է հյուրի հետ ծանոթության առաջին քայլերը։ Ողջույն Հայկ ջան, շնորհակալ եմ քեզ, որ հյուր ես եկել մեր Cut Show նախագծին։ Շնորհակալ եմ, որ հրավիրեց։ Ինչպես սկսվեց քո ճանապարհը նորաձևության, քասթինգի եւ մոդելային ոլորտում։ Երբ հասկացար, որ դա հենց քո կոչումն է գտնել նոր դեմքեր, հարթել նրանց համար ճանապարհ։ Տեսեք, սենց ասեմ, ես նկարահանումներով զբաղվել եմ, կոնկրետ ես դերասան որպես եղել եմ, չեմ համարի որպես ինձ պրոֆեսիոնալ դերասան կամ մոդել, բայց նկարահանումներով զբաղվել եմ ու ուսումնասիրել եմ այս ոլորտը, տեսել եմ, որ տոնուս չկա, այսինքն պատվիրատու մեկ-մեկ չափը անցնում է դերասանի կամ մոդելի նկատմամբ, գնայինի պահով եմ կոնկրետ ասում, կարող մեկ-մեկ ցածր մակարդակի խոսակցություններ գնայինի պահով, ասեն օրինակ մի ժամը օրինակ 10,000 դրամ կամ 5,000 դրամ, մարդիկ լինեն այդում են, հարց չկա, բայց տես ճիշտ չի էլի, որտեղ դերասանի կամ մոդելի գործը չի գնահատվում տես։ Մոդելներ էլ կան, որ իրանցից բան չեն ներկայացնում, բայց իրանք այնպես թվեր են կրակում, որ իրանք իրոք արժանի չեն այդ գումարին, էլի, ու պատվիրատուներին խնդրի առաջ են կանգնեցնում, պատվիրատուներն էլ կան, որ չեն կողմնորոշում, հիմա ինչքան տանես մոդելներին, որ լավ լինի։ Դրա համար որոշեցի ես անձամբ ստուդիա բացեմ, որ այդ տոնուսը մշտական պահենք։ Համ դերասանն իրան գնահատված գա, խապված չզգա, համ էլ պատվիրատուն, որ համ խապված չզգա մոդելի կողմից, համ էլ իր հերթին իր ակուրատնությունը պահի դեպի մոդելը։ Այսպես ասած բալանսի բերեցի այդ ոլորտը։ Ով էր առաջին մարդը, ով հավատաց քեզ, երբ նոր էր սկսում այս ճանապարհը։ Մենակ մտքեր ուներ։ Սենց ասեմ, մենք միջև ստուդիան բացելը նկարահանման խումբ ունեինք ընդհանուր դերասաններով, այսպես ասած մերոնց աստղներ էլի տենց, իրանք արդեն հավատում էին ինձ, որ ես կարամ այդ ամեն ինչը փոխեմ ու շնորհակալ եմ բոլորիս, որ միջև հիմա իմ կողքին են, միջև հիմա ինձ բաժշկային անում լիքը հարցերում, իրար մշտական աշխատում ենք։ Հիմնականում առաջինը իրանք են եղել։ Իսկ այս վառ ոլորտի հետևում կուլիսներում շատ դժվարություններ են թաքնված, որն է եղել օրինակ քո ամենադժվար շրջանը այս ոլորտում ու ինչպես ես հաղթահարել այդ։ Դժվար շրջանը սկսեց այն ժամանակ, երբ որ ես հենց մոդելային ագենստվա բացեցի, ոչ թե կաստինգ ստուդիան, այլ մոդելային ագենստվան ու աշակերտներ ունեցանք։ Այդ ժամանակ արդեն սկսվեց, որովհետև մարդիկ զարմացած է ոնց է լինում կաստինգ ստուդիայի տնօրենը, մի հատ մոդելային ագենստվա է բացում, շատեր ասում են դե քո ինչ գործն է բան սենց, բայց դե նշ ես այդ մոդելինգից ահավոր ձևի հասկանում եմ, բայց կոնկրետ ուսուցչուհի ունենք, ինքը ամենալավ ձևերով կարողանում է ուսուցանել աշակերտներին, մեր Մարիա Ղարիբյանն է, պրոֆեսիոնալ մոդել, սովորացնում է ու լիքը մարդիկ, որ սկսում են թե նախանձի տեսանկյունից, թե որ լավ տեսանկյունից մեզ անդադ sense քննադատել, բայց որ իրոք ահավոր process-ը այդ ամեն ինչը, որտեվ էջերը մեր ջարդում են, հենց ուզում ենք ցուցադրություն կազմակերպենք, հենց ուզում ենք Paris Fashion Week ուղարկենք, սկսում են վատ բաներ խոսալ էդի ագենստվաների տնօրենները, ուսուցչուհիները, չգիտեմ։ Մրցակիցները։ Հա, ես բոլորին կարամ հենց կոչ անեմ, որ եթե մեր հետ եք, եթե չէ ուրեմն մի խանգարեք, որովհետև լավ նպատակի համար է սա ամեն ինչը արվում ու սիրուն չի լինի, էլի որ հետագայում իրար հետ հարց ու պատասխան ունենանք, որովհետև իրոք լավ նպատակի համար է արվում, եթե մոդելը գնահատված չի, պիտի գնահատված գա իրան։ Հիմքը ուզեցել ենք փոխենք ուսուցանելով մոդելներին, որ իրանք նորմալ պրոֆեսիոնալ մոդել դառնան։ Հիմնական այդ process-ն էր եղել ու այս վերջի ստադիան, երևի այս մոտ օրերս էր, որ ուզեցենք ցուցադրություն կազմակերպենք, շատ դաժան process էր, ասենց ասեմ, որովհետև
մարդիկ կան անդադ խանգարում են, պատվիրատուների, հովանավորների զանգում են, ասում են իրանց հետ մի աշխատեք կամ չգիտեմ sense-ն, այն որ անդադ ուզում են մեր ոտի տակը փորեին։ Այդ հաղթահարելը ամենադժվար process-ն է, բայց ես մտածում եմ կյանքում ավելի դժվար պահեր կա, որ էսի այդքան էլ դժվար չի։ Պրոստը այս ստադիայում ամենադժվար պահը այդ է եղել։ Հայկ ջան, շատերը կարծում են, որ մոդելային ոլորտում հենց հիմնական որոշիչ հաջողության գործակիցը դա արտաքինն է։ Բայց մենք նաև տեսփողոցում հանդիպում ենք շատ գեղեցիկ թե տղաների, թե աղջիկների, ովքեր մոդել չեն եւ նրանց մասին ոչ ոք չգիտի։ Բացի արտաքինից, ի՞նչն է ըստ քեզ իրականում որոշում մոդելի հաջողությունը։ Դե նախ առաջինը այդ իր մեջ պետքա լինի սերը այդ մոդելինգի նկատմամբ ու ամենակարևորը գիտակցի ինչեր է իրան սպասվում, որովհետև ես հասկացել եմ, որ Հայաստանում դաժե ապրելով չեն կարա բան փոխենք այս ոլորտում, որովհետև ոլորտը ի սկզբանե այսպեսին ա եղել, օրինակ դիզայները շորը կարել է, մոդելին ասում են պիտի անպայման հագնես այդ շորը, եթե դու չհագար կամ հրաժարվեցիր բան, ուրեմն դու ոչ պրոֆեսիոնալ մոդել ես։ Դա ոչ պրոֆեսիոնալ քայլ է մոդելի կողմից։ Հիմա բայց մենք Հայաստանում ենք ապրում ու ամեն տղա չի որ այնց հակացած կարաչոր կարահակ լինես, չի շատ վատ են կարում, բայց այնց շորեր չեն կարում էլ, որ օրինակ տղաները ոնց են հավեսով գնում սպորտով զբաղվելու։ Այդ նույն ձևով հավեսով չեն գնա մոդելինգով զբաղվում։ Այն որ հա, կարծրատիպեր շատ կան, էլի, ես շատ կուզենայի փոխեի այդ կարծրատիպերը, բայց չի ստացվի, բալիբոմը, որտեղ ի սկզբանե այդ եկել է, ինչ որ ֆեդերացիա չունի մոդելինգը, որ կարան այդ հարցերով զբաղվին, այնց անի, որ Հայաստանում գոնե որոշակի փոփոխություններ լինի, որովհետև իրոք այն որ այնպես տղեկ են մասնակցում, որ իրանք արժանի չեն, բայց այնպես տղեկ կան, որ տեսքը տեղը, իրանց խելքը տեղը, այն որ ամեն ինչը օքեյ է, բայց հենց տենում են, որ տեն շորեր պիտի հագնեն, հրաժարվում են։ Լիքը մարդիկ են իրաց կարիերան թողում են։ Հենց այդ շորերի պատճառով։ Հենց մշակույթային ինչ որ որոշակի սահմանափակումներից ելնելով հրաժարվում են։ Հա, հիմնականում այդ խնդիրն է, էլի տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ դե կանանցը այսքան ժամանակ ես ինչ մտել եմ այս ոլորտ չգիտեմ, չեմ տեսել տենց ինչ որ վատ բան, վատ շոր բան, տենց որ ասեմ կանանցը շատ վատ են դիզայներները բան, բայց ընդհանուր համաշխարհային մասշտաբով որ նայում ես, բան են անում են, օրինակ ագենստվային ուղարկում են շորերը, ասում են, «Էս ինչ շորեր է լինելու օրինակ, միջազգային մասշտաբով ասում, էս ինչ շորեր է լինելու, ինչ համապատասխան մոդել կա, բան կա, թողան»։ Հիմա մոդելը իրավունք ունի ինձ հրաժարվելու, բայց այդտեղ չեն թողում։ Ինչ խորհուրդ կտաս սկսնակ մոդելներին, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը։ Խորհուրդ կտամ ճիշտ մասնագետի դիմել առաջինը, որ ճիշտ խորհուրդներ տա, ճիշտ ուղղության վրա դնի, որտեղ ճիշտ պահին պետքա ճիշտ մարդու ձեռքը բռնես, որ այդ մարդու հետ ճիշտ ճանապարհ գնաս։ Ուսուցիչը արդեն խորհուրդ կտա կոնկրետ ինչ անի, ոնց անի, երբ անի ու ամենակարևորը որ պրոյեկտում արժի ինքը մասնակցի, որ պրոյեկտում չարժի մասնակցել։ Հիմնականում ուսուցիչից է կախված։ Եվ վերջին հարցը, ինչ նոր նպատակներ եւ նախագծեր ունես մոտ ապագայում։ Բացի նկարահանման մոդելային դպրոցից շատ դպրոցներ պետքա բացվեն, բայց առաջիկայում պետքա լինի դեռ փոքրերի մոդելային դպրոց։ Դա շուտով կբացվի, բոլորին կխնդրեմ հետևեք մեր էջին, նորություններին, որ տեսնեք, հետևեք։ Շատ լավ։ Երկրորդ փուլը բաղկացած է բլից հարցերից, որոնք ակնկալում են կարճ եւ համառոտ պատասխաններ, եւ այն կոչվում է կիզակետ։ Նկարագրիր քեզ 3 բառով։ Աշխատասեր, հավատարիմ ու ոնց են ասում, արդարամիտ։ Նկարագրիր քո մանկությունը 3 բառով։ Սպորտ, գոյատևում ու հիմնականում կրթությունն է եղել։ Նկարագրիր քո իդեալական առավոտը 3 բառով։ Նախաճաշ, սիրված հաղորդում ու մարզանք։ Ծով թե սարեր։ Սարեր։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Փարիզ թե Նյու Յորք։ Նյու Յորք։ Աշխատանք առավոտյան թե աշխատանք երեկոյան։ Երեկոյան։ Մի ֆիլմ, որը ըստ քեզ բոլորը պետք է դիտեն։ Պագոնյա զաշասյան։ Կարդիո թե ուժային։
Ուժային։ $1 քեզ թե $2 կարիքավոր ընտանիքին։ $2 կարիքավոր ընտանիք։ Փող թե հեղինակություն։ Փող։ Ռիսկ թե կայունություն։ Բայց ասեմ, որ փողը նրա համար չասացի, որ հենց կոնկրետ փողն է ես ձգտում, որտեվ այդ հեղինակությունը պալիբում եթե չունենաս, այդ փողը չի գալու պալիբում ու կոմոդ։ Ռիսկ թե կայունություն։ Ռիսկ։ Խիստ ղեկավար թե բարի ղեկավար։ Բարի ղեկավար։ Երրորդ եւ եզրափակիչ փուլում հյուրին սպասում է անակնկալ խաղ։ Պետք է գուշակել ֆիլմը ըստ իր խորամանկ նկարագրության։ Ռուսական ամենահայտնի սերիալներից մեկն է 90-ականների մասին, 4 ընկեր են քրեական աշխարհում, որոնք Բրիգադա։ Բրիգադա։ Ճիշտ է։ Ամենահեշտ հարցերից սկսում ենք, հետո դժվարանում է։ Երկրորդը մուլտֆիլմ է, շատ հայտնի, 4 կենդանիներ են իրենց կամքից անկախ հայտնվում են էկզոտիկ կղզում։ Գազանանոցից sense փախնում են։ Մադագասկարը։ Հա, ճիշտ։ Երրորդ հարցը 9 հոգով ընկնում են վտանգավոր ճանապարհ, որպեսզի հետ վերադարձնեն փոքր զարդը։ Ֆիլմը 2000-ականներից է, մի քիչ ֆենտեզի ժանր ունի, մատանի մասին, հենց մեջը տարբեր տեսակի։ Չծանոթ սյուժե, բայց անունս չեմ հիշում այդ։ Մատանիների տիրակալը։ Չորրորդը հայ-ամերիկյան ֆիլմերի համագործակցությունն է, պարաշուտը ամերիկացուն ծովից բերեց, գցեց լեռները։ Հարսնացուն, ոնց է, մի րոպե։ Ամերիկացուն sense ծովից թուրքական բերեց, գցեց հայկական լեռները։ Հայկական գյուղ կորած չեմ հիշում։ կորած մոլորածը։ Կորած մոլորածն է։ Հասնասուն հյուսիսից է հիշում, այդ շրջանում այդ etapում այդ դրանք այդ սերիալ կինոները այդ հին հայկական հաջորդից կակրած այդ հին հայկական ֆիլմը։ Ինքը խնդիր փոխուկ է ազնիվ մետաղի եւ ազնվացեղ կենթանու համադրություն, հենց վերնագիրը։ Ազնիվ մետաղի եւ ազնիվ մետաղը ոսկին է։ Ճիշտ է։ Եվ ազնվացեղ կենթանու, տենց ոսկե ցլիկը, հա։ Ճիշտ է։ Ազնվացեղ կենթանու։ Հաջորդը ֆիլմը աղքատ տղան իր կյանքը կապում է հարուստ օրիորդի հետ, ինչի արդյունքում դառնում է սառցաբեկոր։ Այդի Խորտակվում է։ Ինքը նավի մեջ են լինում, երկար ճանապարհորդություն, հետո նավը խորտակվում է։ 2000-ականներից ֆիլմ է, շատ հայտնի։ Տիտանիկի մասն է, հա։ Հաջորդը մի քիչ բարդ է, էկզոտիկ վայրերի արքան ընկնում է քաղաք եւ դառնում է ռագատկի քար։ Դոշին խփելով, sense Տարզան։ Չէ, կենթանի է ինքը։ Արքան հենց անգլերեն արքան ոնց է։ King։ Էկզոտիկ վայրենց տենց է սկսում անունը։ Շիմպանզեի մի տեսակ է։ Բարձրանում այն ամենաբարձր Նյու Յորքի բաշինների վրա։ Հա, իմացա, մի րոպե։ Այն աղջկան էլ որ ձեռնը պահում, մի րոպե։ Հա։ King Kong-ը։ Նա Աղջկանը որ ձեռնը պահում։ Երբ մաճում Շատ է, որ շատ բնական ստացվում։ Շատ մենք բարդ ձևով ենք հենց դիտում հարցերը կազմում։ Հարուստի տղան իր կյանքը կապում է մերկապարուհու հետ ու այն աստիճանի, որ այդ ամենը արժանացավ Օսկարի։ Հա, Վաչե Թովմասյանի ֆիլմը, բայց ինչ մալեն, ինչ է կինոյանը։ Այով։ Անորա։ Հա։ Հաջորդը ինքը շատ հայտնի մարտական ֆիլմ է, հարուստ մագնատի տղան, որը ունի ակնհայտ հոգեկան խախտումներ, աշխատանքի է դուրս գալիս միայն գիշերվա հերթափոխին։
Աշկերը սև քսած եւ Տերհայրի կոստյումով։ Կա վանականի բանն է։ Չէ, սենց Տերհայրին է մի քիչ տենց հումորային ենք մենք դրել, սենց ինքը սև լրիվ հագնված, գիշերվա ժամերին դուրս է գալի, սենց շենքի Կրիկի բանն է։ Չէ, սենց շենքից կախվում, Այդ ինչական է։ Նորմալ ֆիլմն է ինքը։ Քրիստոֆեր Նոլանի ամերիկյան ֆիլմ է։ Տրիլոգիա է ինքը։ Կոմիքսի հիման վրա։ Կոմիքսի հիման վրա։ Ես կրիկը գիտեմ հենց, բայց Բերմենը։ Հա, Հա։ Նախկին բոդիբիլդերը ճանապարհորդում էր ժամանակի եւ տարածության մեջ, արհեստական բանականության հրամանով։ Գերմանացի։ Հա, Գերմանա-ամերիկացի։ Արան Շվարցենեգեր։ Հա, ինքը որ ֆիլմ ռոբոտի դեր էր ինքը տանում։ Անունը Այո, Տերմինատոր։ Եվ վերջի բարդ հարցերը անմազ եւ անքիթ ազնվորությունը, որը ուզում էր գրավել ամբողջ աշխարհը, չկարողացավ անգամ գրավել մի դպրոց։ Անինչ, անքիթ։ Անքիթ, ասես սպիտակ քաչալ, անմազ, անքիթ, մոտ ակտոցավոր տղով դեմ չկարացավ։ Ասես կախարդական փայտիկով բանով։ Գարի Պոտերը։ Դա։ Եվ վերջին հարցը բժշկած վարձկանը նայոմնիկը էլի մեր մեջ ասած իր հմտությունները փոխանցում է 13 տարեկան անչափահաս աղջկան։ 13 տարեկան աղջիկ։ 13 տարեկան աղջիկը հիմա մեծ տոտալ է։ Ինչական է։ Ինքը ֆրանսիական ամերիկյան համագործակցություն է այդ։ Նայում այդ վարձկանը ինքը ֆրանսիացի է, աղջիկը ինքը Լյուկ Բեսոնն է մի խոսքով նկարը։ Աղջիկը ինքը ամերիկացի է։ Դերասանը պիտի լինի, բայց մի րոպե։ Ժան Ռենոն է խաղում։ Այն թրաշով սենց սև ակտոսներով Նատալի Բայց ֆիլմը տեղը չբերեցի երևի։ Լեոնը չես տեսե։ Չէ։ Չէ, այդ լավ ֆիլմ է, խորհուրդ եմ տալիս։ Կրիմինալ սերիալ է, ֆիլմը, ֆիլմը ինքը բայվիկ է, հա, ոնց որ լավ չպատմեմ, լավ, օքեյ։ 4-րդ փուլում մասնակիցը պատահականորեն ընտրում է քարտերից մեկը, որտեղ դրան սպասում է գաղտնի հանձնարարություն, որը նա պարտավոր է կատարել մոտակա ժամանակահատվածում։ Անծանոթ մարդը մեկ բաժակ սուրճ նվիր։ Ամենահաճելի բանը։ Քեզ տեսեք։ Դե ինչ, այսօր այսքանը։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Ղազարյան ֆոտոստուդիայում, որտեղ առկա է պրոֆեսիոնալ տեխնիկա ցանկացած տեսակի նկարահանումների համար։